Այսօր մեզ է միացել տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը, բարև ձեզ։ Հայաստանում ընտրությունների արդյունքների այս պատկերը հավանական համարում եք։ Անհավանական համարելու որևէ առիթ իրականում չկա։ Այսինքն այն ժամանակ էլ մտածել եք, որ այս երյակը կամ քարյակը կարող է լինել։ Դե այո, մեծ հաշվով այո, հենց ԲՀԿ-ի հետ կապված որոշակի վերապահում եղել է եւ որն էլ փաստացի այս պահին էլ կա։ Բայց ընդհանուր առմամբ տվյալները մի քանի տոկոս պլյուս մինուսով ընդհանուր առմամբ ակնհայտ է դեռ նաեւ մինչեւ ընտրությունները։ Իսկ ԲՀԿ-ի լինել չլինելը խորհրդարանում ինչ-որ բան փոխում է մեծ հաշվով։ Ընդհանուր առմամբ բազմազանեցնում է ընդդիմադիր դաշտը, այսինքն երկուսի փոխարեն 3 ընդդիմադիր կուսակցություն է լինում եւ բնականաբար քաղաքական process-ները խորհրդարանում որոշակի առումով ավելի նվազ կանխատեսել են դառնում, հա, որտեղ այնուամենայնիվ ԲՀԿ-ի վարքագիծը որպես երևի թե այդ տեսանկյունից ամենափորձառու քաղաքական ուժ եւ նաեւ նրա դրսեւորած տարբեր մանևրները անցյալ տասնամյակների ընթացքում միշտ թույլ են տալիս տարբեր քաղաքական իշխող քաղաքական ուժերի խաղալ ԲՀԿ-ի վարքագծի վրա։ Այսօր այս առումով բնականաբար ինչ է բնականաբար Հայաստան եւ ուրեմն ուժեղ Հայաստան ուրեմն այս քաղաքական ուժերի հետ կապված մի քիչ ավելի դժվար է ասելը։ Այսինքն ԲՀԿ-ի լինելը կամ չլինելը փոխում է իշխանության օրակարգը խորհրդարանում։ Չի ասել։ Կամ հնարավորությունը, կարողությունների սահմանը։ Ես ոչ թե նվազեցնում է, այլ կարծում որ ավելի բազմազանեցնում է։ Ես այս տեսանկյունից եմ նայում։ Չնայած որ որպես նաև ընտրող շատ ավելի իհարկե ցանկալի կլիներ որ խորհրդարանում նոր ուժեր լինեն ավելի նաև ընդդիմության, հա, շարքերից նոր դեմքեր լինեն, բայց ունենք այն ինչ ունենք։ Արմեն, այսինքն նախկին խորհրդարանի հետ համեմատան մեծ հաշվով բաներ չի փոխվում։ Խորհրդարանական դասավորությամբ։ Չէ, փոխում է, ինչու ոչ։ Նախ իշխող կուսակցության մանդատների թիվն ավելի քիչ է։ Երկրորդը երկու ընդդիմադիր։ Ես ընդհանուր պատկերն եմ ասում, ընդդիմադիր նոր ընդդիմադիր ուժ կարելի է համարել դե լինել են նոր դեմ։ Ուժեղ Հայաստան, բայց արտաքին վեկտորի իմաստով նույնն է ընդդիմության ներկա։ Մեծ հաշվով այո, արտաքին վեկտորի իմաստով այո, բայց այնուամենայնիվ նոր դեպքեր լինել են, ինչ խոսք, եւ նո հետաքրքիր կլինի, եթե իհարկե ընդդիմությունը ընդունի որոշում մանդատները վերցնել գնալ խորհրդարան, որոշակի տարբերություն այնուամենայնիվ մենք կզգանք նախորդ խորհրդարանից, որտեղ տեսեք այնուամենայնիվ ի տարբերություն անցած ընտրությունների հավաքական ընդդիմությունը այս ընտրությունների արդյունքով ավելի մեծ ներկայություն ունի խորհրդարանում եւ կարծում որ դրանով նաեւ process-ները եւս որոշակի առումով ավելի հետաքրքիր կլինեն եւ որոշակի առումով նվազ կանխատեսելի, քան նախորդ դեպքերներ։ Կրկնում եմ, հատկապես Բարգավաճ Հայաստանի վարկագծի մասով որոշակի անորոշություններ կարող են հատկապես նշում եմ իշխանության հետ համագործակցության հնարավորությունը։ Այսինքն ամեն դեպքում արտաքին վեկտորում փոփոխություն լինում է այս դասավորվածությամբ։ Արտաքին վեկտոր ասելով ես նկատի ունեմ ավանդական վեկտորը Հայաստանում։ Ես իմ կարծիքով արտաքին վեկտորում որևէ փոփոխություն ոչ եղել է նախորդ խորհրդարանում, ոչ էլ լինելու է եւ կարող ունել այս խորհրդարանում։ Այսինքն արտաքին երբ որ նշում է արտաքին վեկտորի փոփոխություն, դա կարծում ավելի շատ դրսից հենց արտաքին դերակատարների կողմից ներդրված խոսույթ է։ Հայաստանում արտաքին վեկտորի փոփոխություն չկա, Հայաստանում կա հարաբերությունների դիվերսիֆիկացիա, հարաբերությունների բալանսավորում եւ ուրեմն բալանսավորված համագործակցություն։ Սա է ամբողջ խնդիրը։ Դա բնականաբար օրինակ Ռուսաստանից կարող է դիտարկվել որպես արտաքին վեկտորի փոփոխություն, բայց չեմ կարծում որ այդպես է։ Բա Մոսկվայի ճնշումները նախընտրական շրջանում
Խոսենք նաև հետո ինչ է լինելու դրա մասին։ Ինչով էին պայմանավորված։ Ռուսաստանին պետք չէ դիվերսիֆիկացիան։ Երբ որ Հայաստանը փորձում է Ռուսաստանին պետք է մոնոպոլիա։ Այո, իհարկե, որովհետև անգամ Արաբական Միացյալ Էմիրությունները, Հնդկաստանը, անգամ Պակիստանի հետ հնարավոր համագործակցությունը դա Ռուսաստանի շահերի հակոտնի է։ Դրանով պայմանավորված Ռուսաստանը չի ցանկանում որպեսզի այդ բազմազան, որովհետև որքան բազմազան են հարաբերությունները, այնքան կախվածությունը մեկ կենտրոնից նվազում է։ Եվ կրկնում եմ, ամենակարևորը նա տնտեսական ուղղությամբ համագործակցությունը Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ անդամ, Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի ամենախոշոր տնտեսական գործընկերը։ Եվ այստեղ արտաքին վեկտորի փոփոխության մասին խոսելը կրկնում եմ, էլի արտաքին քաղաքական դրսից ներմուծված քաղաքական խոսույթ է, որն օգտագործվում է նաև ուրեմն ներքաղաքական գործընթացների համատեքստում։ Դե հիմա Կրեմլից ասում են մենք կսպասենք վերջնարդյունքին, հետո նոր կորոշենք, ինչ ենք հայտարարում Հայաստանի ընտրությունների մասին։ Դա էլ է ձևականություն։ Ոչ, ձևականություն չէ, որովհետև Ռուսաստանը փաստացի ծրագիր ուներ Հայաստանում, ուրեմն իշխանությունը աջակցելով որպես իշխանությունն անցնի իր համար շատ ավելի ընդունելի քաղաքական ուժերին։ Դա ակնհայտ էր։ Տեսեք, այստեղ ամբողջ ինչու չի կարող Հայաստանի պարագայում արտաքին վեկտորի փոփոխություն, դա պարզապես չի կարող։ Եթե ասեմ, եթե անգամ ընդդիմություն էլ գա իշխանության, դա շատ բարդ է լինելու ընդդիմության համար էլ ամբողջ օրակարգը կրկին տանել Ռուսաստանի այսպես թևերի ներքո։ Ինչու՞, որովհետև ոչ Ռուսաստանն է իզորու ապահովել Հայաստանի կարիքների ամբողջ զամբյուղը, ոչ էլ արտաքին որևէ դերակատար։ Եթե այդպես լիներ, Հայաստանը ուզում է թողնել, որ այո, հենց այդ է, Ռուսաստանը չի ցանկանում, որպեսզի մեկ այլ դերակատար։ Այսինքն Ռուսաստանը չի ցանկանում, որպեսզի Հայաստանը կարողանա առանձին խնդիրների մասով նոր գործընկերություններ սահմանել եւ դրանով Ռուսաստանից կախվածությունը նվազել։ Ռուսաստանը դրա կռիվն է, բայց միևնույն ժամանակ էլ ինքը չի կարողանում ամբողջովին ապահովել այդ կարիքների զամբյուղը, ինչպես արդեն նշել, ընդ որում որևէ արտաքին դերակատար չի կա։ Եթե օրինակ տեսեք, ամենամեծ կախվածությունը այս պահին Ռուսաստանից տնտեսական եւ էներգետիկ ոլորտներն են։ Այս պահին չկա որևէ արտաքին գործընկեր, որ կարողանա փոխհատուցել այդ կախվածությունը Ռուսաստանից եւ թույլ տալ, որպեսզի մենք իրականում կարողանանք արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն իրականացնել։ Անկամ Եվրոպական միության դեպքում մենք նման նախաձեռնողականության ականատեսը չենք։ Այո, նրանք փորձում են աջակցել առանձին ոլորտներում, որտեղ մենք ունենում ենք խնդիրներ Ռուսաստանի քայլերի պատճառով, բայց արմատական առումով, խորքային առումով այդ այլընտրանքը անգամ Եվրոպական միությունը մեզ չի թույլատրում։ Շատ པարզ պատճառներ։ Հանուն արդարության պետք է ասել, որ Հայաստանը գիտակցում է, որ չի էլ կարող, երբ մենք ասում ենք արտաքին վեկտորի փոփոխություն, շատերիս մոտ ընկալում կա, թե այստեղ ուղեփակոցը դնում փակում են, բացում են մյուս ուղեփակոցը։ Չկա այդպեսի բան։ Չկա այդպեսի բան։ Հիմա դա է։ Ընդհանրապես տարբեր ճանապարհներից օգտվելն է դարձել այստեղ վիճահարույց։ Ես հենց դա եմ ասում, քարոզչական խոսույթ է դա, որը կիրառվում է, որը այսպես ներմուծում է դրսից եւ կիրառվում է Հայաստանի։ Լավ, ամեն դեպքում, չգիտեմ, դա հաշվարկված էր, հաշվարկված չէր, դա առանձին խնդիրն է, դա նաեւ ռուսների խնդիրն է, նրանք ինչ քայլեր որ ձեռնարկեցին, ում համար որ դա ձեռնարկում են, օգնեց թե խանգարեց։ Ես կարծում խանգարեց։ Տեսեք, այդ մասին նաև Facebook-ում էլ գրառում արել, փորձը ցույց է տվել, որ հատկապես 90-ականներից հետո եթե շատ չխորանանք, հետ խորհրդային տարածաշրջանը դիտարկենք, նաև արևելյան Եվրոպան, չէ՞։ Որ երկրի վրա փորձ է արվել այսպես շատ կոշտ միջոցներով ուրեմն թելադրել, ընդ որում կապ չունի որ դերակատարն է Ռուսաստանը, թե արևմտյան դերակատար։ Դա ունեցել է հակառակ ազդեցություն։ Օրինակ վերցնենք Վրաստան։ Վրաստանում էլ Եվրոպական միությունը փորձեց, չէ՞, կոշտ միջոցներ, այսինքն ոչ թե դրական օրակարգով միջամտել, այլ կոշտ միջոցներով սպառնալիքներ եւ ունեցանք այն ինչ ունեցան։ Նույնը Հայաստանի պարագայում։ Ես վստահ եմ, որ Ռուսաստանի հաջողման մեխանիզմը տրամագացումն այլ պետք է լինի։ Նա պետք է խոստանար, որ եթե Հայաստանում լինի այնպիսի իշխանություն, որը կվերականգնի համագործակցությունը Ռուսաստանի հետ, մենք փորձենք վերանայել գազի գները
ավելի էժանացնելով, նվազեցնելով դրանք։ Մենք հայկական ապրանքների համար կտանք նոր հնարավորություններ, չգիտեմ, նորից կվերականգնենք ավտոմեքենաների արտահանումը Հայաստանից Ռուսաստան։ Դեռ նման խոսույթով նրանք կարողանան շահագրգռել, այլ ոչ սպառնալով, փակելով, տարբեր սահմանափակումներ մտցնելով եւ այլն։